Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Սկսենք միանգամից հաղորդումը եւ կներկայացնենք մի քանի հայտարարություն, որից հետո բուն հաղորդմանը։ Նախ ասեմ ձեզ, որ ապրիլի 24-ին ժամը 11-ին Երևանի ժամանակով, ովքեր կցանկանան միանալ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության եւ ազգասերների խմբին, կարող եք մեզ միանալ ժամը 11-ին Համալիրի աստիճանների մոտ։ Մեզ են միացել ոչ թե քաղաքական, զուտ, ոչ մի քաղաքական ընդհանրություն չկա, այդպես են պայմանավորվել ասել, ուղղակի զուտ ազգային Եղեռնիի հիշատակին գնալու համար դոկ կուսակցությունը Զանգեի ասել են, որ կմիանանք ձեզ ոչ մի քաղաքական նկատառումով, զուտ, որ խմբով մի խումբ գնա դեպի Ծիծեռնակաբերդ եւ մեզ է միանում ազգային նախագիծ հասարակական կազմակերպությունը։ Շնորհակալություն բոլորիդ, ովքեր միացել են եւ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր մտածում են հետո միանան, որովհետեւ ազգային հարցի վերաբերյալ մենք վայր ենք դնում բոլոր նախատիպերը Եղեռնի եւ մնացած հարցերի։ Մնացած հարցերում տարաձայնությունները շատ են։ Եվ ուզում եմ եւս մեկ հայտարարություն անել, որ ամսի 23-ին Երևանի ժամանակով 22:00-ին, այսինքն վաղը, մեր Telegram-յան ալիքում մենք հարցազրույց կունենանք պատմաբան եւ հասարակական գործիչ Ստեփան Հասան Ջալալյանի, որը Արցախի Հասան Ջալալ Դոլաների իրական իրավահաջորդն է, այսինքն նույն ցեղից է, եւ մի շարք հարցեր կտանք։ Սկսենք հաղորդում։ Հաղորդում ուզում եմ սկսել ամենահետաքրքիր բաներից մեկով։ Նախ 3 անակնկալ, 3 չառաջորն է, ինչ-որ այա, անակնկալ, այս երկու օրը չեմ հիշում, Արտակ Սարգսյանին խնդրում են մի մարդու հետ հանդիպում է եւ ներկայանում է, քանի որ Արտակը Հայաստանում չի ապրել, շատ մարդկանց չի էլ ճանաչում նույնիսկ հանդիպելուց, դրա համար ես ասում եմ միշտ իմ հետ կապը on-line լինի ում հետ հանդիպում ես, որ ես ասեմ ով է, որ իզուր բան չլինի։ Հայտնվում է մի տիկին, որին ես ճանաչում եմ տիկինին, նա ներկայանում է որպես Պարիս Հերունու, հա, բարեկամ ես ճանաչում եմ, դա Հայկ Մամիջանյանի մայրն է, այս մասին ասել եմ ես, եւ Հայկ Մամիջանյանի մայրը գալիս է մեզանից օգնություն խնդրելու։ Ես պիտի բարձրաձայնեմ, որտեվ սա ոչ թե բան է, այլ իրականություն է։ Հիմա տեսեք, օգնություն խնդրելու եւ հենց որ ասում եմ Մամիջանյանի մայրն եմ, Արտակ Սարգսյան ասում է հոп, ստեսություն, վերջ։ Գնում է եւ հաջորդ օրը զանգ միջոցով թե ինչ եղավ, ասում է կներեք պարոն Սարգսյան Արտակին, ինձ տեղեկացրել են, որ դուք մաֆիոզ եք։ Ես ձեզանից ոչ մի կապ չեմ ուզում հաստատել։ Ինչի՞ է ծիծաղս գալի ժողովուրդ ջան։ Սերժ Սարգսյանի թիմի պատիվը չունեմ։ Հայաստանի ամենամեծ մաֆիոզներից Թալանչի, Մարդասպան, Արցախ ծախման ղեկավար Նիկոլին Բերող եւ այլն մաֆիոզի օգնականը Սարգսյան Արտակին ասում է դու մաֆիոզ ես։ Դրա համար ես չեմ իմացել, որ հանդիպել եմ։ Ուրեմն դիմում եմ բոլորիդ։ Նախկին ու ներկա իմ համար կապ չունի, բոլորդ նախկին եք, վաղուց ու իրար ընկեր։ Սրանից հետո որևէ մեկը չփորձի հանգարց մոտենա, որովհետև մաքսիմում եթե Արտակը այդ պայն կապի մեջ չեղանք, մի ժամից ես տեղյակ եմ լինելու բոլորիդ հանելու եմ ջրերս։ Ոնց որ Աղազարյան Հովիկներ ուզում կար միանար։ Իմիջիալոց ուզում եմ շնորհակալություն հայտնել երեկվա Անկոմեդիի տղաներին լուրջ ոդքասթի ժամանակ, որ էլի կրկնակի բացելով Աղազարյան Հովիկի դեմքը, ցույց տալով, որ ստոր, սուտ ձև տված Նիկոլի հետ պայմանավորված, էլի նստած Նիկոլին գովող, արցախցիներին քրֆող, ազգի համար սուտ պայքարող, կարտոշկա ծախողներին ծեծող այս փնթի ապրանքները ընդհանրապես վերանալու են, էլ չասեմ, որ Գյումրուեն ֆայտոնով են դերասան Ռաբիս երկիչի հովանավորնել է սրանք են եղել։ Հազիվել այդքան էլի։ Ուզում եմ մեկ բան ասել, հենց Գյումրին ասեցի, հիշեցի, Mirage Group, ես ձեզ միշտ գովել եմ, բայց երեկվանից դուք իմ աչքից ընկել եք, մանավանդ այսօրվա ձեր կլիպը գոնե չգցեիք։ Թաթու Լավոյանի համերգին դուք եք պարողները։ Սրանից մեծ վատություն հայ ազգին
Դուք չեք կարող անել։ Տղեկ, երեսներիդ եմ ասում, նեղանում եք, նեղացեք, որտեվ իմ համար Թաթուլ Ավոյանը Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչն է հայկական երկի մեջ ու կործանում։ Իսկ այն ովքեր գնացել էին համալիր, ինչպես միշտ ասում եմ, ազգային ժողովի գլխին, չի կարող մեկը մի հատ փստա, ռումբ փստա անգնի ազգային ժողովի գլխին, բոլորս ասացնենք։ Նույնն էլ համաձայն եմ երեկվա համալիրի հետ։ Ովքեր գնացել են Թաթուլի համերգին, համալիրը պայթեցնեն երջանկություններ լելու։ Ազգից այդքան թուրքամերձ պրծնելու էր։ Ոնց ուզում եք ընդունեք, կքննադատեք, չեք քննադատի, դա ձեր անձնական խնդիրն է։ Տղեկ Միրաժի, ես խոսքերս հետ եմ վերցնում, դուք հայ ազգի հետ կապ չունեք։ Վերջ։ Ու միշտ ինչքան ելնելու է, հիշեցնելու եմ այսօրը։ Ոնց որ խոսքս վերցրեցի Հայատ պրոջեկտից, որ Ռուբոն էր կազմակերպե Միշիկինգեր բան գնաց Վարդանիկին է խոնարհվավ դեմը Հայատ պրոջեկտը հենց սկսեց բոմբոմ երգել, դեմը դուրս եկա, որ հենց սկսեց շպրոտը բոմբոմ երգել, դեմը դուրս եկա։ Դուք հայ չեք։ Ինչքան ուզում ասեք հայ ենք, բայց բոմբոմ ենք երգում։ Վերջ։ Թաթուլի ոչխարություն, անմակարդակություն, նարկաման խզված ձեներ, Սերժի պալատի մունետիկ, Սերժի համար հարցազրույցներ տալի, որ Սերժը լավն է, հետո Պլավնի Նիկոլի մունետիկ, Շիշպռնողի հարսնիքի թռիչք եւ այլն։ Վերջ։ Ոչ մեկը չկաք, կարաք հավաքվեք ու գնաք։ Համենայն դեպս իշխանափոխությունից հետո այս բոլորը մեկ են երկիչի հարսանիքին, որ Նիկոլի տղա Աշոտիկը ղզիկի պես ծնգները կպցրած իրար քածիկի պես որ զուգարանա ուզում չի կարող գնա պարումա, դու էլ հետը երաժիշտներ, բոլորը Էրիկով, Մերիկով, ովքեր հետս են տակի վրա եկար է սուպերմամա եւ այլն, բոլորդ գնալու եք։ Եթե բան ձեզ ոչ մի բան չի թույլատրվելու Հայաստանում։ Հայաստանում պիտի սկսի հայկականը, ոչ թե թուրքականը, բռնաբարվածը, գոմիկ խաղացող դերասաններին քաղաքապետ ուղարկելը եւ այլն։ Անցնենք հաջորդ հարցին, ուրեմն ազգային ժողովի լսումների ժամանակ էլի կազմակերպված դերասանական իրար ծեծին։ Այ մարդ հին, նոր, ավելի հին չկա, տեսել են ձեզ։ Էլ իրար սուտ բրբրթել, քաշելը որնա։ Են որ ասում մեռնում ես, էլ խրխրալը որնա։ Բոլորդ էլ գնալու եք, էլ խեք խրխրում դերասանություն անում։ Խոսքս ուզում եմ հիմա էլ ասել Հասմիկ Հակոբյանի ելույթի մասին։ Հասմիկ Հակոբյան, ԿՊ-ական, որը աշխատել է Սերժի թիմում, ԱԹՎ-ում, եթե չեմ սխալվում բուրնաշիներ, եթե չեն ներեկի, ինձ ուղեկումներ, Կիսաբաց լուսամուտների ադմինիստրացիայում, հələ լսեք, նայեք նկար, աշկերը ուռած, նարկաման, պրոշները սրսկած սենց խոզի նման, գեշ էս կենթանին, հետո աշխատել է Արթուր Բաղդասարյանի պրոդյուսեր, Սերժական, ԿՊ-ով, բանը, պատգամավորը անց է, ես իմ փոխ նախագահի խորհրդականն ա եղել, արտաքին հանձնաժողով, կրթության, գիտության հանձնաժողով, արտաքին հանձնաժողով անդամ եւ այլն։ Ասում է, որ դուք կպնում է իբր թե հներին է սերիալում, ձեռդ ասելով, ձեր թեմի անդամներն էին Քեթրինի Միրանը, նարկոբարոն, եւ Արթուր Սպրադերսը, որը Աֆրիկայում նարկոտիկ են ծախել։ Ուրեմն ես Քեթրինի Միրանի համար ասել եմ ինչ-որ պետք է, ապացուցված է, տոննեկով ստանում է, ծախում է, Սերժի ժամանակ ինքն է եղել ղեկավար, այդ իմ հրապարակածը չի, Պանաման օֆշոր հրապարակ է 800 միլիոն դոլար Քեթրինի Միրանի անունով։ Քեթրինի Միրանն էլ բերեց մի տոննան հայտարարագրեց, ասում եմ 740-ը դրեցին, ասին, այսքան էր 260-ը մնաց վզին, լացում էր թե տվեք պարկ կտա։ Անենց որ էտի մեջի, բայց տակից 10 տոննա մտցրեց Հայաստան։ Հիմա Արտակ Սարգսյանի կամ Արթուր Բրադերսի թմրադեղերի գործը, որ դու որպես պատգամավոր խոսում ես, տիկին է չեմ կարա ասեմ, Հասմիկ Հակոբյան, նախազգանոտ կասկածելի է, կլնես Փնթի Աննայի ոչլոտ աղվեսը հոտով սատկսնող դեմի հոտով Աննայի բարեկամներից մեկը, բայց այդ նարկաման աշկերիցը ասում ես Հայաստան նարկաման է բերում, համագործակցել եք սրա հետ։ Ցույց տուր մի փաստ աֆրիկյան, միջազգային եւ հայկական դատարանում, որ Արտակ Սարգսյանը իր եղբայրների եւ Արթուր Բրադերսի հետ նարկոտիկ է բերել Հայաստան կամ ընդհանրապես ամբողջ աշխարհում նարկոտիկի առևտուր արել։
Ձեր ձեռքում հիմա Արտակ Սարգսյանը բրասլետով նստած է։ Դուք վերահսկում եք, ժամ եք դրել, վրան ժուչոկներ, ինչ ասես, ավտոն եք վերցրել, մեջը տնեք, ավտոն ծախեցին եւ այլն։ Հարց եմ տալիս, ապացույց ունես, այս մի տարի Արտակը բրասլետով նստած է։ Ապացույց ունեք, դրեք դատեք։ Ապացույց ունեք, որ Աֆրիկայում ինքը դեղի գործար է, փաստաթղթերը վերցրեք դատեք։ Ոնց կարա դեղի գործանողը լինի Քենիայի փոխոստիկանապետը։ Հարց։ Ոնց կարա լինի Սուդանի ազգային հերոսը հարավային։ Հարց։ Եվ մի շարք երկրների։ Ոնց կարա լինի Մալդիվների գործարարների եւ բան միության անդամ եւ այլն մի շարք երկրների, մի չեմ թվելու։ Հարց եմ տալիս ձեզ, եթե դուք այդքան լավն եք, դուք թմրամոլ չեք, դու անձամբ թմրամոլ չես, աշկերիցդ երևում, բերանիցդ, խոսքիցդ, ձեր այն DJ Էդիկ էր, բանը, որ ձեր ասմա տենց հարսանիք ու քեֆ Հայաստան չկարողություն, թաղում, որ դեղ չֆռա, դուք եք չի ասում, դուք եք ծրորողը, ձեր վիգենի միջոցով ծրում եք Վիվարոյի, բերում, շիշ պրնողին էլ իբր դրել եք կոնտրոլ սպանություններ իրար հերթ չի տալիս, այսօր էլ Երևանում ոնց որ սպանություն ա եղել, արդեն անհամար թվով սպանություններ, ձեր ժամանակա տելեգրամով սկսվե ազատ դեղ ծրվել, ձեր ժամանակա Երևանում օբյեկտների մեջ ասկարամ հաթաթ հասցեներով ասեմ, մտեք օբյեկտը նայեք, հենց ասիք չէ, այդ օբյեկտի մեջ թաղելու եմ ձեզ, որտեվ ես անձամբ մարդիկ եմ ուղարկել, ստուգել են տվյալ օբյեկտը, զապիս են արել, թողել են, իսկ ձեզ չեմ տալու, որովհետև ինչի չեմ տալու, որովհետև դեռ ավելի ասելու բան կա, Քոչյանի 32 միլիարդ գողությունը փաստերով, հասցեներով, բանկային համարներով բան տվեցի, ձեն չեք անել, տարին անցավ, այդ մի թմրատեղը կասեք ուրիշն ա բերել, եղավ, հիմա դու տիկին ես, տիկին չես, ոնց երևում ա մարդ ունես, թե չունես ինձի չի էական չի, դեղ ես անում, բայց դեղդ ինչ ես գցում Արտակ Սարգսյանից վրա, դու դեղ ես անում, դուք դեղով եկեք իշխանության ու դուք դեղի գործի մեջ եք, ձեզ պաշտպանել են դեղ ծախողները, դուք այդ դեղ ծախողին բերել եք իշխանության, դրել եք արտակարգ եւ լիազոր դեսպան դեղի երկրում, Կոլումբիայում, դուք ում եք դեղի մեջ մեղադրում, մեղադրում եք, բռնեք մի տարի այն չեք բայ, աշխարհում այտենց բան չկա, որ մարդը մեղադրվի տոննաներով թմրադեղի մեջ ու նրա հանդեպ դատական գործ չլինի, ապացույց նորաձեր, հա? Եթե ապացույցը չկա, ուրեմն դու ինչ ես, դու դատվելու ես նույն հոդվածով, ոչ միայն զրպարտելու, այլևս նույն հոդվածով, որ ազգային ժողովի գլխավոր ամբիոնից, ասում ես, դե բան Աֆրիկայում թմրադեղ վաճառող Արթուր Սպրադր, գնա բռնի, բեր ցույց տու, միակ փաստաթուղթ այդքան անգրագետ եք, հա, այդ ձեր են բանը, նասկիների տակ game over գրած են գոմիկ սիլիկոնի պրոշները լցած փոխնախարարին, ասեք, լավ անգլերեն ա խոսում, թող մի հատ դիմի 5 րոպեից պատասխան կստան, դիմել եք չեք ստացել, կամ են մյուս պետիկին, որ տարակ դրեցիք մակում են պարույրին, են գոմիկի պես խոսացող, ձեր դե բոլոր թիմը գոմիկի պես ա խոսում, չէ՞, քանի որ Նիկոլից են սովորել, Ռուբինյան բա ապացուցեք տարեք դրեք, ապացուցեք պարույրին է տարել եք ինչ-որ մակ, դե այդ բանին գոմիկին ասեք, այ գոմիկ, մի հատ հələ գրի, Աֆրիկա տեսեք, որտեղ է Արտակը ծախե, Արթուրս եղբայրները որտեղ կա դատական գործը, որ իրանց չեք բռնել տվել եք գեներալ, ինչի չեք կարող ասեք, այսենց էժան, մարմնավաճառի տեսքով էժան, բայց մարմնավաճառի, էժան, են որ 1000 դրամ տալիս էին, 795 դրամ հետա տալի, այդ ձևի տեսքով, մարմնավաճառի, պավացքով, նարկոշի աչկերով, սիլիկոնի շրթունքներով, բոմժանոցից հանած կիսաբացի մակարդակի հյուրերի մակարդակի մեկը եկել է կիսաբաց են խաղում, բա ինչ եք ուզում, երկիրը լրիվ կիսաբաց լուսամուտներ է, որ Աղազարյան Հովիկը նստած էլի Նիկոլա Գովում, ասում է, որ ինքը լկտի է, իր գոմիկությունը բան անում, ասում է, լավ է մարե արցախցիներին քրֆել եմ, անունը տան թեկուզ ասում է Տաթև Արցախին, իմի շատերը կասեն Սերժի թիմից էր խոսում, Տաթև Արցախը ինքը ես անձամբ ճանաչել եմ, ինքը քարավաճառում էր ապրում, ամեն ինչ անում էր, որ երեխեքը լավ զգան, զանգել այնց քանի անգամ ասել է Գագիկ ջան, գոնե մի հատ բան դինամիկ ուղարկեք, մի բան երեխեքը չգնան, մի բան կազմակերպեմ։ Եվ Տաթև Արցախի եղբայրը զոհվել է Արցախյան 44 օրյայում։ Մարդը, որը կորցրել է ընտանիք,
տուն, եղբայր, հարազատներ ու չգիտի որտեղ է կանգնում արդեն ինչ թիմից գոռում, Աղազարյան դու հայոյանք ես գրել իրան։ Գլխիդ կաշին պետք է հանվի այդ թուրքական ատամներ դե քաշվի։ Արդեն ես հավատում եմ, որ այդ գոմիկություն դու արել ես, որ այդ տղու հետ խոսել ես։ Չես դրել ես բանի տեղ, դու քո Ակոբ Ասլանյանին տեսել եք, դուք Եղեռնի հուշարձանին գնացել եք հայ բանը Եռաբլուրում, հայոյանք էի կանում, ձեզ ծեծեցին, ասма լկտի լակոտներն այլանդակի լակոտը դու ես քո թողած երեխեքն են։ Կնոջը դիակի գնով 3 ժամում կուսակցություն ստեղծեցի, ոչ մեկ այդ հարցը չի տալիս, ըստից առենդե եմ տվել 200,000 ոչխարի համար եմ ուզել։ Աղազարյան դու էլ ես դատվելու հանգիստ։ Այս ձեր սուտ ձեր տված այս Սերժա Քոչարյանական էժան խաղերով դուք ոչինչի չեք հասնելու։ Չերեզով մամա եք ուղարկում, վերջում ասում եք դուք մաֆիոզ եք, մենք չգիտենք։ Յա լուրջ։ Հա, Մամիջանյանի մամա, ափսոս այ մարդ, բա ափսոս բարի սերունին, որ դուք իրա բարեկամն եք։ Բարի սերուն ու աղջկան էլ եմ ճանաչում նանային։ Սենց կապիկություն չկա, նանա, գալիս են ու ասում են մաֆիոս, դուք Սերժի քիփն եք, տղետ Սերժի համար, իրան ճղում ա թե Սերժ Սարգսյանը ամենաարդար մարդն է, մեզ ասում եք մաֆիոս, հա, մեկ մաֆիաս ցույց տվեք էլի։ Մի հատ գողացածս ցույց տվեք, մի հատ ապրելու տեղը ցույց տվեք, ունեցվածքս եկեք բռնեք մաֆիոսի։ Կարակ։ Ոչ հայրենիք ենք թալանե, ոչ Արցախի ղեկավարներին ենք սպանե, ոչ Հայաստանի Հանրապետության Վազգեն Սարգսյանին եւ մնացածին ենք սպանե Դեմիրճյան եւ մնացածին, որը մանրամասը ներկայացրել եմ։ Սերժ Սարգսյանը ՆՎԴ ու ԿԳԲ-ի նախարար։ Այդ տեսնում եք, որ նույն գործն եք անում։ Հետո էլ ասում եք Նիկոլը մերը չի։ Պատիվը չունեմ չի, դիմացը ուրիշ տարա։ Ախր որ դուք պատիվ ունենայիք, այնքան պատիվ կունենայիք, որ ամեն ինչի տակ մտնում եք փողի խաթեր։ Նույնիսկ համաձայն եք ձեր թիմակից Քոչարյանականները, այն լպստած Անդրանիկ Թևանյանը, այն որ բանա Կովկասյան ագամա Մողեսի դեմքով որ բոլոր հայոյանքները նրան քչություն անում, այնի ձեզ հայոյի։ Սերժ Սարգսյան, այ դուք այնքան որ մնաք ջրի երես, էդ եք։ Ահա եւ ձեր բոլորի դիմակիցը։ Դրա համար ասում եմ, մի հատ քոր հրթիռ չկա, Բայդենի, բանի, Տրամփի թիմին ասեք այդ հրթիռը որ խրգում է հուսիտներին, այնտեղ փող տվեք մի հրթիռը դուզ ազգային ժողովի վրա, հենց նիստերի դալիճում, խփի բոլորը մի վերանան պրսնեն։ Անցնենք հաջորդ թեմային։ Այս ապրանքներից անցնելով անցնենք մյուս ապրանքին։ Ինձ ասում են դու մի քննադատի, դու իրավունք չունես, նա Աստծո եւ այլն, Գարեգին Բ. Ադրբեջանի համար հայերի հանելու համար 0, Արցախի հանձնելու համար 0, Պուտինի տակը մտնելու համար սատանի մեդալը խփելու համար Աստված, հայ ազգի դեմ ամեն ինչում կաս, տես, ես որ քեզ արհամարում եմ, ես էլի ասում եմ, ես ճշտի կողն եմ, որ արհամարել էին ոչ մեկ չէր եկե, ոչ Քոչարյան, ոչ Սերժ մյուսները չէին եկե, ես քննադատեցի, բայց հիմա քեզ եմ ասում, ինչի, ուրեմն էս այն մարդն է, որին դու էլի ուղարկեցիր ցավակցական սիրտս ցաված Հռոմի Պապը լավ նվիրված մարդ էր։ Ում էր նվիրված մարդ, Գարեգին Բ. Բարի բուն իմաստով հայոյական ձևով։ Ոչ թե երկրորդ։ Ում նվիրված մարդ էր Ադրբեջանի, ադրբեջանական եկեղեցուն, հա։ Համել Հռոմի Պապը նոր չի մեռը, Հռոմի Պապը 2 ամիս առաջ մեռել է, այս ինչ դերասանություն ես ամ, դու չգիտեր։ Կամ է մյուս, սուտի սերժական ապրանքներ, ռադիոպետկոմից մեկը գրել է Աստված պատժեց հայի հանդեպ, տակն է Սերժի հետ, դու ասա վելուծաբաները ապրես ճշգրիտ տեղեկություն, բացում տեսնում ես արա ով ինչ աստիճանի հասել է, ըտե օտիդո թալանած է, այդ կինը եղել է Սերժի դեպուտատ, աղջկան կողել են Համահայկական հիմնադրամ մինչև հիմի իրա տեքնոջը բերելա սարքելա քաղաքական մեկնաբան, այսինքն ով ինչ կարա, երբ կարա, որտեղ կարա, ցեղին բոլորով մտնում, այդ ոնց ալնում որ ձեր նման ոչ լոտների ցեղերն ա միշտ լավ տեղեր աշխատում։ Սրակնիկը նրա մարդը, ոնց ալում որ այս 35 տարի ձեր ոչիլներն են վերևրնում։ Հա, ձեր մի տղեն ըստեյա, մի տղեն ընդեյա, մի տղեն ընդեյա, դպրոցը երկուսներով ավարտած լկտի պահած ուսուցիչների հանդեպ, լրջկված պահած բուֆետների հանդեպ պարտքերով որ գանտնից ուզեն, մարդը ըլնում է հսկայական,
Դատական օրգանի աշխատակազմի ղեկավար 2 տար չգիտի իրար հետ կպցնել։ Աշխատակազմի ղեկավար 20-26 տարեկան հասակում։ Այդ ոնց հալումը տենց, հա։ Այսա, որը վերանալու է շուտով։ Իսկ ես բոլոր ձևերը, որ սկսում են արդեն բարձրացնել մեր մասին, սա նշանակում է, որ իրենք գնալու ճանապարհն են ընտրել։ Ուրիշ ոչ մի բան, եթե սկսում են երկրի երկու ուժ փոխկապակցված անվանելով մաֆիոս, դուք մաֆիոս եք։ Սերժի, ինչ ասեմ, ամենակիպ մարդը ասում է, դուք մաֆիոս եք։ Ծիծաղ սա գալի։ Իսկ եմ ոչ լոտ են ԿՊԱ-ական Հասմիկ Հակոբյանը նարկաման է աչքերով, խնդրում եմ, նկարները դրեք, նայեք, լրիվ նարկաման։ Ասում եմ, Արթուր Սպրոդերսը դեղ են ծախում, մենք դա կչացրել ենք։ Ախր տղամարդը չի է, վրեն քֆուր դնես ու ստանես, չնայած նրանց մեջ ուր է տղամարդ։ Յուբկով բոլոր հեն Աղազարյան Հովիկն էլ, ձեր մյուսն էլ, Նիկոլն էլ, մնացածն էլ օրինակ։ Անցնենք այս հիմարներին, որ հիմարություններից անցնենք մեկ այլ հարցի։ Սատկել է եւս մեկ հոգի, որ հողություն հարգելիներս ընդհատվեց։ Անցնենք հաջորդ հարցին։ Սատկել է եւս մեկ հոգի, որը հայազգին շատ մեծ վնասներ է տվել, հատկապես Մոսկվայի, ինձ կհաստատեմ Մոսկվայում ապրող հայերը, գործարար հատկապես, Զուրաբ Ծերեթելին, որը Լուշկովի հետ ամենամեծ փողլվացողներ, ամբողջ շինարարությունների մեջ փողլվացողներ եւ վրացիներին նենց էր անում գողեր բան կողքը իշխանություն հավաքած, որ հայերի դեմ, հայկական բիզնեսի եւ մնացածի դեմ միշտ հանդիսանային որպես պատնեշ։ Ծերեթելի սատ կար, միլիոնները տուն թողեցիր, ռուս կնգա, թե ջհուդ կնգա, թե ում, թքին վրետ գնացիր, վրացիներ թքին վրեքդ գնացիք։ 2008-ին թքելուց հետո Ծերեթելին չգնաց, մնաց, փողերը վայելեց, ձեզ է պաստավ կարեց, այս հենց է ժողովուրդ, կապ չունի 91 տարի ինքը լավ ապրես թե չէ, կապ ունի նա, որ ինքը եթե որևէ մեկը իրան հիշելու է որպես խերոս, հատկապես Ռուսաստանում այս Պուտին սատկելուց հետո դրանք բոլորը լվացվելու են։ Հիշեցնեմ ձեզ, որ այդ ամբողջ Պավելեցկի եւ մնացած բոլոր այդ ճանապարհները մինչեւ Տագանկա, այդ շենքերը, որը միանման իբր Պաֆոս է սարքած, դա այս Ծերեթելու ու Լուշկովի լվացած միլիարդներն է, գումարած դրան են Թելման Իսմայելովի հետ խաղեր տալով, որ իբր չէին նկատում, դա է, եւ ամենաթանկ ծրագիրը իբր Պյոտրի արձանը դրած է Մոսկվարիկայի ափին, Յակիմանկայով, որ գնում ես Պալշայի Յակիմանկա, այդ եղել է Ամերիկայի պատվերը Կոլումբոս, բայց Կոլումբոսին ասել են չենք ուզում, ստիպված ասել են Պյոտրն է։ Նայեք աչքերը Պյոտրի նման չի, շաշ աչքերով Կոլումբոսի կլորությամբ եւ այլն։ Այս են տականքները, որոնք բազում հայերից խլոցիներ արին 90-ականներին դեմ էին կանգնում, սատ կար։ Սատկել են ու սատկելու են բոլորը, ով հայերին վտանգ է տվել, իսկական հայերին։ Այդ թվում նաև սատկելու են մերը, որ ռուսի մեդալն է կարմիր խաչ խփում, Հայաստանի համար չի խոսում, բայց Հայաստանի հայ եկեղեցին սարքող աղվանից եկեղեցու ղեկավարին ստից բողոքա գրում, բայց հետո ասում է շատ լավ մարդ էր, իսկական հովիվ էր, ազգի հովիվ չէր ինքը, հոգնած էր, հոգնած ջհուդ էր։ Անցնենք այս հարցից, անցնենք մյուս հարցին։ Հիմա նախ ամենաառաջինը կանրադառնամ մի հետաքրքիր թեմայի միջազգայինից, որը Սկանդինավյան երկրներին է վերաբերվում, ես այս մասին շուտ հաղորդում արել եմ, կարճ կասեմ Կալմարյան միության մասին, որը 14-րդ դարում Դանյան, որպես հզորացող երկիր, իր ձեռքի տակ էր վերցրել Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիայի մի մասը, Իսլանդիան, բնականաբար եւ Գրենլանդիան, Ֆարերյան կղզիներ, մի խոսքով նույնիսկ հասել էր ինքը մինչեւ Ամերիկա, Վիրջինյան կղզիների մի մասը Դանիային էր պատկանում, մի շարք գաղութներ ուներ Դանիան եւ բավական ուժեղ էր։ Կալմարյան այդ միությունը հետագայում նաև կայսրությունը, թագավորությունը շվեդական եւ բան իրարից բաժանվեցին արդեն 16-17-րդ դարում, բայց այդ իրենց ընդհանուր հիմքը մնաց, որտեղ Եվրոպայում առաջավոր դեր էին խաղում իրենք, սկսած նույնիսկ Հանձեյան միության ժամանակներից, այն պրիմիտիվ եվրոպական միություններ, որի մեջ մտնում էին 9 պետություն, 13-ից ավել քաղաք, վերջում դառան 25 քաղաք պետություն կամ երկրներ,
Եվ դա ամմաքս առևտրի իրավունք էր տալիս, բայց ամեն ինչը, որ ստեղծված էր այս հյուսիսային ծովերի վրա, ինչով էին իրանք իշխում, որովհետև աղի հսկայական քանակություն ունեն, ես աղի մասին հաղորդում արել եմ, աղից առաջացել սոլդատ բառը, այսինքն սոլի հսկողներ, որովհետև այն ժամանակ որ սառնան չկար, աղն էր պահում, աղ դրած միս, աղ դրած ձուկ եւ այլն, դրա համար էլ աղը թանկ էր։ Հիմա հետագայում պատերազմների ընթացքում իրենց պատմությունը չեն պատմում, բաժանվեցին, վերջին իրարից բաժանվեցին, սկզբում Նորվեգիան եւ Դանիան մնացին նույն թագավորության մեջ, հետո Նորվեգիան անկախացավ, հետո Դանիան եւ Իսլանդիան մնացին, Իսլանդիան անկախացավ։ Եվ Դանիան մնաց իր Ֆարերյան կղզիներով, Վիրջինիան կղզիները վաճառեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Գրենլանդիայով հիմա էլ ուզում են Գրենլանդիան խլեն, բայց տեսնենք։ Իմ կարծիքով չի ստացվի։ Եվ այս երեք պետությունը, որպեսզի կարողանան Ռուսաստանի եւ մնացածի դեմ պայքարել, միավորվել են ռազմական միության մեջ։ Սկանդինավյան ռազմական միությունը մինչև Ռուսաստանի պատերազմ սկսելը շատ խղճուկ էր։ Ուրեմն 4000 զինվոր ուներ Ֆինլանդիան, 5000 զինվոր ուներ Շվեդիան, ներողություն, 5000 զինվոր ուներ Նորվեգիան, 12000 զինվոր ուներ Շվեդիան եւ 14000 զինվոր ուներ Դանիան։ Պարզ է։ Այսինքն բոլորը իրար հետ գալիս է մոտարապես 14, 15, 26, 30, 35000։ Այսօրվա դրությամբ միավորված զորքերը նրանց հասնում է 150,000-ի։ Տեսեք, ընթացքում այս պատերազմների շատացրին, այս վայ դրությամբ 150,000-ը։ Եվ իմիջիալոց օգնությունների քանակով Ուկրաինային Դանիան գրավում է երկրորդ տեղը։ Շվեդիան 6, Նորվեգիան 11, բայց Նորվեգիան 8 միլիարդ ավել փող է տվել գալու ընկնելով երկրորդ տեղը։ Ամերիկան ասում է, այս զոնայի ձեռս քաշում են, մնում է Եվրոմիությունը աշխատի։ Բայց այստեղ տեսեք մի հատ հետաքրքիր բան անում։ Ամերիկան հատուկ Դոնալդ Տրամփի հետ բիձա ու անուղեղ խորհրդականների պես հիմար առաջ են քաշում մի բան, որ ինչ է դուրս գալիս, որ այսինքն Սկանդինավիան ընկնի ռուսների հետ վեճով, ինքը Գրենլանդիան խլի, բայց այսպես չի լինելու, քանի որ Եվրոպական միությունը հենց նստած է Գրենլանդիան աշխարհի ամենամեծ ջրային պաշարն է, ով է թողելու դու վերցնես։ Չհաշված նրա վրայի օգտակար հանածոները, չհաշված հսկայական 2,166,000 քառակուսի կիլոմետր տարածքը, որը Դանիային սարքում է իրար հետ աշխարհի, ինչ ասեմ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ մեծ պետություն, այսպես ասենք, մոտավորապես 10-րդ կամ 11։ Այսինքն հասկանալի է, ով է թույլ տալու sense բան լինի։ Չի լինելու։ Իսկ ինչ վերաբերում է այս հավաքածին, սրանք գումարենք նաև Լատվիա, Լիտվա, Էստոնիա, տեղում Անգլիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի զորքերը դուրս է գալիս, որ Ռուսաստանի դեմ են, որ անընդհատ Գերմանիան ասում է 29 թվին Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա, ինչի ասում 29 թվին կհարձակվի, Ժորժ ջան, կհարձակվի, չէ, հակառակը ՆԱՏՕ-ն կխփի, որտեվ թուլացնել, լավ թուլացնեն, մինչև բան չլինի, մինիմում զորքերի հարվածի գնով մաքսիմում ստանան։ Ես ասել եմ ու էլի կրկնում եմ, գերմանական Քյոնիգսբերգը, որը դառել է Կալինինգրադ, Գերմանիան դա չի մոռացել։ Ինքը նույնիսկ համաձայն է, դա մնա Լիտվային, դա մնա Լեհաստանին, բայց ոչ Ռուսաստան։ Գիտեք ինչի։ Որտեվ այսօրվա դրությամբ ովքեր ապրում են Եվրոպայում, լավ գիտեն, մանավանդ սկանդինավներում ու արևելյան Եվրոպայում, ել չասեմ, ասենք կարող է Ֆրանսիայի եւ Լյուքսեմբուրգի, չէ, Լյուքսեմբուրգը չէ, ավելի հեռու Իսլանդիա, Անգլիայի ապրողը դա չհասկանան, բայց այս մասում Եվրոպայի ամենաուժեղը տնտեսապես Գերմանիան անենց է խեղդել, որ այտենց քաղաք, այտենց պետության մեջ մասեր չկա, որ Գերմանիային չի ենթարկվի։ Ավտոարտադրությունից սկսած ամեն ինչը սննդարդյունաբերությունից հանքային պատկանում է գերմանացիներին։ Դրա համար իր համար միևնույն է, մեկը Լեհաստանը sense tennis Գերմանիայի տակ է։ Եթե ժամանակին Հիտլերը գերմանական իշխանությունը իմանար, որ Լեհաստան գրավելը սենց հեշտ է, հա, իրանք զորք չեն մտցրի։ Լեհաստանը հիմա Գերմանիան ձեռը որտեղից քաշեց, սոված սատկելու է Եվրոպայի։ Սա ոչ թե ես այստեղ եմ ապրում, սա իրականությունն է, որտեղից ձեռքը քաշեց, սոված կսատկեն։ Հատկապես այս արևելյան Եվրոպայի երկրներից։ Բացառությամբ կարող է Էստոնիան մի քիչ ապրի։ Բացառությամբ, Էստոնիան, Ռուսաստանի, ինչ ասեմ, Լենինգրադի օկրուգի զորքը ավելի շատ է, քան Էստոնիայի ամբողջ բնակչությունը։ Պարզ է, դրա համար էլ բոլորը նայում են գերմանացու ձեռքին։ Հիշեցնեմ ձեզ, որ բոլոր այս ազգերը նաև գերմանական ազգեր են, բացի սլավոններից Եվրոպայում, ոչ թե անգլիական, այլ գերմանական։ Անգլիացիք են գերմանական ազգեր։ Դրա համար այս ամբողջ գործողությունները, որ լինում է, սա Գերմանիայի երկրորդ մարտահրավերն է, ոնց որ
Նոր վերածնվող կայսրության, եթե ինչ ձև կվերածնվի ինքը հողեր չի գրավի, ուղղակի կպահի իր հետ, ես տարբերակները վաղուց եմ ասել Կալինինգրադի։ Շատ հնարավոր է, որ Կալինինգրադը դառնա Թայվան, այսինքն ռուսական, թող մնա Կալինինգրադ, ռուսական, կապիտալիստական, եվրոպական անդամ, ու դուք պատկերացեք Կալինինգրադում քանի միլիոն ռուս կգա ապրելու, ես չեմ դուք եք։ Հիմա Կալինինգրադում 700 թե 800 հազար պլյուս մինուս այդպիսի ռուս ապրում, թող լինի մի միլիոն, հա։ Մենակ ասма Կալինինգրադ քաղաքում 700 հազար, այսինքն մնացած մասի վրա հազիվ 300 հազար։ Քանի 100 հազար կամ քանի միլիոն ռուս կգա Կալինինգրադ, եթե Կալինինգրադը լինի Եվրոպայի մաս։ Ու սրանով Թայվան անընդհատ կռիվալ, նախ Ռուսաստանի հետ սահման չունի մեկ, ծովով չեն թողնի դուրս գա, ծովը փագա, պարզա, չէ, այսինքն արզեն գրավել։ Վերջ, սա ամբողջ էությունը, իսկ սկանդինավյան երկրները ամեն մեկը իր փայ ունի։ Հիշեցնեմ ձեզ, որ Նորվեգիայից, Շվեդիայից գրավեց հող, Ֆինլանդիայից, որ Նորվեգիայի հետ սահման ունենա։ Ֆինլանդիան ամենաշատ կորցրածն է այս պահին։ 146 հազար կարելյանա, եւս մի 20-30 հազար Լենինգրադի մարզում եւ Մուրմանսկում տարածքներ, չէ՞։ Նորվեգիան ունի կորցրած տեղեր, Շվեդիան եւ այլն։ Այդ ամբողջ ափերը Կուրլանդիա, Լիֆլանդիա, Էստոնիան, դրանք անկախ պետություններ չէին, դրանք բոլորը բացի Լիտվայից մնացածը պատկանում են շվեդներին։ Սանկտ Պետերբուրգն է, ես այս մասին հաղորդում արեմ։ Ունեն հին նկարներ, շատ հին նկարներ, որը նկարված է ոչ թե շվեդների կողմից, այլ նկարված է նույնիսկ ռուսների եւ մի շարք եվրոպացիների կողմից, որ Սանկտ Պետերբուրգը, հատկապես Կրոնշտադը կառուցված է եղել ոչ թե Պյոտրն ասարք է, այլ վաղուց կառուցված է եղել է դրանք։ Կենտրոնական մասերը Նևայի ափերը կառուցված է եղել դրանք վաղուց ու շվեդական անուններով։ Այնպես որ պատմությունը ստից Ադրբեջանի պես ջնջելը, սա ոչինչ չի տալիս այդ ուղղությանը։ Ես ասել եմ ու կրկնում եմ, քանի որ Պյոտրի հետ վերջնականապես ջհուդները հաստատվեցին Ռուսաստանում, վերջնականապես իրենց հետ բերելով աշկենազներին իբր թե գերմանախոս, նաև կոտորեցին այս ազգային իրավունքը։ Ռուսներին սարքելով գերի։ Վարսա, այս ամբողջը հերթով հետ է վերադառնում, որտեղ էլ եմ կրկնում, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Աշխարհում հարատև ոչինչ չկա։ Սա այս արտաքին քաղաքականության մասը։ Ինչ այլոց ասեմ ձեզ, որ Թուրքիայում էլ են դուրս եկել թուրքական սերիալների դեմ, ասելով, որ նա վերացնում է մեր ընտանեկան ավանդույթները։ Պատկերացնեք, չէ՞։ Բացեն թուրքական սերիալը ոչ միայն Ռուսաստանի հանդեպ է վատ, ոչ միայն մյուսների, այլև Թուրքիայի հանդեպ։ Իսկ թուրքերի կռիվը թուրքերի դեմ, սա դեռ նոր սկսվող հետևանք է։ Իմիջիալոց ասում եմ, երեք որ վիդեոն գցեցի, որ թուրքերը ասում են, մենք ձեզ ենք տվել հայերին ջարդել ենք, ձեզ ենք տվել քրդերին մուշը, վանը, Էրզրումը, Էսենեն, Կարսը եւ այլն, իսկ քուրդն էլ այնտեղից հակադարձում ասում է, բանը ինչի մոռացաք, Կեսարյան։ Ինչի Կեսարյան մոռացաք, այսինքն Կեսարյան կենտրոնական Փոքր Ասիան, որը կպնում է արդեն Անգորա քաղաքին, հայկական անկյուրի Անգորա քաղաքին։ Բայց այդ ինչի մոռացաք։ Այսինքն մինչև մայրաքաղաք ջարդել եք, ծովափնել եք ջարդել Իզմիրը, Զեմյուրյան եւ այլն, դրանք չի մոռացաք։ Ցավալեն գիտեք որ նա որ Հայաստանին ինչ որ պահել է հիմա ոնց որ իրանց համար էլ խաղակարտ լինի, թուրքերն էլ են խաղակարտ քրդի դեմ, թե մենք ենք այդ հողերը ձեզ տվել։ Մենք ջարդենք, տվինք ձեզ, մարդիկ հեռուստատեսության պարզ ասում են։ Պարզ։ Ուրեմն հարցը գնում է հետ վերադարձնելու համար, մարդկանց մոտ վախի մթնոլորտ է։ Ինչի՞ չի սարքվել Արևմտյան Հայաստանի ցանկացած քաղաքին նկար դրեք 100 տարի առաջվա եւ այսօրվա նույնն է հանեք միայն այդ տրաֆարետները այդ ինչ ասեմ գունավոր գովազդները ու մեքենաները տեսեք նույնն է ես կոնկրետ Բաբերթի նկարը գցել եմ որտեղից իմ պապերն են Բաբերթի ոչինչ չի փոխվել ընդհանրապես ոչինչ չի փոխվել ժողովուրդ ոչինչ տաների ձևը չի փոխվել մեծ բաներ չի սարքվել հանում ես տրաֆարետները դնում ես նկարը նույնն Սա վախի մթնոլորտն է, ոնց որ Ադրբեջանը Արցախում ոչինչ չի սարքել, չի սարքում, ստից բռնում արցախյան շենքերի վրա մի հատ բանակապցնում ու ասում է, «Էսի մենք նոր սարքենք, փող ալվում»։ Պարզա։ Հիմա կանցնեմ պատմական մասում կխոսենք մեր ամատունիների մասին, որոնք հայկական պատմության մեջ հզորագույն դեր են խաղացել, ամատունիները մեր թվարկությունից առաջ նույնիսկ Հայաստանում եղել են։ Ես չեմ հավատում Մովսես Խորենացու այս վարկածին, չնայած մեկ-մեկ կարող է տես բան լինի, որտեվ
1000-ից մեկ ալինում, որ իսրայելցիների մեջ հայերին օգուտ տվող մարդը լինում, այս մասին ես կարող եմ խոնարհվել Մորգենթաունի ԱՄՆ-ի դեսպան, որ եթե չլիներ Մորգենթաունը, բոլոր այդ կադրերը, վիդեոները եւ բանը եղեռնի համար չէր հասնի աշխարհին, խոնարհվում եմ Սախրովի առաջ, որը մինչև վերջ պայքարեց հայերի համար, եւ մի շարք մարդիկ, Ֆրանց Վերֆելը եւ այլն մնացած կամ, բայց ասում եմ, որ ամատունիները առաջացել են իսրայելական ոմն ցեղից։ Ես չեմ ընդունում, բայց դե մի ասել է, բայց եղել են Հայաստանի ամենավստահված մարդիկ Արշակունյաց թագավորության բոլոր հարցերում, բոլոր պատերազմներին ամատունիները միշտ աչքի են ընկել։ Եվ երբ որ մեծ տրոփ Մաշտոցը մահանում է, բերում են Օշականում, թաղում են, նրանցից մի մասը մնում է Օշականում։ 785 թվին ամատունիները նախ Կահանամակում բարձր պոստ ունեին, նրանք նաև պետական թագավորի կարծեմ մարտպետ էին, թե հազարապետը իրենք էին, հիմա չեմ հիշում, իրենք էին զբաղեցնում, այսինքն դաստիարակությունը եւ հազարապետը Տիգնազորը 789 թվականին 12 հայ հետ ամատունին բարձրանում է դեպի Բյուզանդիայի այն ժամանակ էլի հայկական կայսրության հյուսիսային մասերը եւ ծովափին Համամաշեմ քաղաքն է ստեղծում, որը այսօր կա Համամաշեն քաղաքը, որը կոչվում է Համշեն, Թուրքիայի այսօր գրավված մասերն է Ռիզեի մարզ քաղաք Համշեն, որից էլ ամատունու անունից առաջացել է Համշեն հայկական ձևավորումը։ Համշենների թիվը այսօր շատ մեծ է։ Մենակ Թուրքիայում 2.5 միլիոն է։ Ընդհանուր առմամբ Համշենները տարածվել են ամբողջ Սև ծովի բերանով։ Տեսեք, մենք Աբխազիայում էլ ունենք Համշեններ, Վրաստանում էլ, Կրասնոդարում եւ այդ ամբողջ մինչեւ Ռոստով։ Համշենների թիվը նաեւ եղել է ուկրաինական մասերում, որոնք դաժանաբար կոտորեցին ռուսները։ Ղրիմով անցնող Բուլղարիայի, Ռումինիայի մասում էլ Համշեններ են ապրել։ Այսօր Թուրքիայի ոչ միայն ապրում են մինչև Տրաբզոն, Սինոպ, այլև ապրում են Կարաքյոսե քաղաքում նույնպես, Զանգուլդակում, Բուրսա մինչև Համշենները ապրում են։ Այնպես որ 2.5-ը կարող է պայմանական թիվը, կարող է 5 միլիոն։ Այսպես ասեմ։ Այնպես որ Համշենները սա մեր ազգի մասն են, ով որ ասում է մամեդականը չի կարող հայ դառնալ, ես կարամ ասեմ, որ մամեդական Համշեններից ես շատ մարդիկ գիտեմ, որոնք բավական մեծ օգուտ են տվել Հայաստան։ Շատ։ Ես ճանաչում եմ մարդկանց։ Ու իրանք ավելի հայ են ու հետաքրքիր բան ունեմ ես իրանց մեջ, որով նաև հպարտանում եմ, իրենք շատ ապրելով թուրքերի հետ, իրանք տիրապետում են թուրքերի արքն ու բարքը, խոսելը չի տարբերվում, տեսքները չի տարբերվում, ոչ թե սա լավ է, չի տարբերվում, բայց նրանք ինչ որ անում են անձայն Թուրքիա անվան տակ։ Էլ մնացածը չեմ ասի։ Եվ մեր ամատունիները իմիջիայլոց բավական հայանավեր են եղել, նույնիսկ Խոսրով թագավորին ուզել են փախցնել պարսիկների Բերդից կամսարականների հետ։ Շատ գործեր են կատարել, նույնիսկ կարողացել են ֆինանսավորել լրտեսական ծառայություններ Պարսիկ արքունիքում ի օգնություն Հայաստանի։ Ամատունիների ցեղը ապրել է բավական երկար, մինչև հիմա էլ նրանց ծերունդները կան։ Եթե կարող են տոհմածառ սարքել, տոհմածառը գրված է, կարող են բացել եւ տեսնել։ Սա էլ մեր հայկական իշխանական տոմերից եւս մեկ վառ ապացույց, որ մենք ունենք լավ ավանդույթներ, մեր թվարկությունից առաջ սկսված ընտանիքներ, որոնք ցայսօր կան։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս։ Եվ հիշեք, ամենաառաջինը լավ թուրքը սատկած թուրքն է։ Ով որ ասում է թուրքը կգա, բարեկամություն կանի ազգային ժողովից եւ այսպիսի հիմար բաներ, էլի եմ կրկնում, իրենք թողանեն, իրենց մեկան նստելու են իրանք։ Իսկ լավ թուրքը սատկած թուրքն է։ Մենք ուրիշ թուրք չենք ճանաչում։ Եվ բերեք միասին աղոթենք, բարեմաղթանք տանք առ երկինք եւ դրանով ավարտենք այսօրվա հաղորդումը։ Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում։ Հաջորդ տարին Մուշում, Վանում, Սասունում, Բաբերթում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։